Արմպուլս լրատվական կայքը որոշել է հարցում անցկացնել քաղաքացիների շրջանում և պարզել, թե ինչպես նրանք կվերաբերվեին և կգնեին արդյոք ադրբեջանական ապրանքներ, եթե դրանք լինեին հայաստանյան շուկայում։ Բարև ձեզ։ Արմպուլս լրատվական կայք, մի քանի հարց ունենք, կարող եք պատասխանել, եթե մոտ ապագայում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք այդ ապրանքները։ Բացառապես ոչ։ Դա հնարավոր չի, այն ինչ Ադրբեջան է, դա արդեն մեծ խաչի տակ է, արգելքի ասած։ Իսկ ինչու։ Չգիտեմ, որովհետև դա պատմական բան է, Ադրբեջանն է, թե Թուրքիան նույն բանն է։ Ինչ է կատարվել դարեր շարունակ հայերի հետ, թուրքերի հետ կապված։ Միթե դա որևէ մեկի համար գաղտնիք է, կամ միթե ժամանակը կարող է այդ հիշողությունը ջնջել։ Ես դա չեմ հասկանում, ինչպես կարելի է ասել, դա եղել է, էլի կարող ենք հիմա այլ կերպ ապրել, չէ, դա հնարավոր չէ, եթե գիտակցված կոտորած է եղել, դա բնազդով, արյունով փոխանցվում է եւ դա մոռանալը հանցագործություն է, ես այդպես եմ կարծում։ Այլապես ինչ է նշանակում չունենաս հայրենիք, ոնց։ Մարդը առանց հայրենիք ինչ է, մարդ է, չէ, ես գիտեմ, մտածում եմ, որ դա հնարավոր չէ։ Այդ իմաստը, որ այսպես դարձրեցին, ինչ էր կոչվում այդ գլոբալիզացիա, մարդկանց հիմարացրեցին, դարձրեցին կենդանիներին, կենդանին գոնե բնազդ ունի ինքնապաշտպանության համար, այստեղ այդ ինքնապաշտպանության բանել են ոչնչացնում, հա, չասենք մարդը կենդանի է, մարդը բարձրագույն աստիճան է կենդանական աշխարհի, ոնց կարելի է նման բաներ ասել, ես դա չեմ հայ, մարդիկ կամ չար են, որ նման բան են ասում, կամ հիմար են, ուրիշ տարբերակ չկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմպուլս լրատվական կայք, մի հարց ունեմ ձեզ, եթե մոտ ապագայում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրանքի ապրանքներ, կգնեք։ Իհարկե ոչ, ես 20 թվից արդեն ես թուրքական ապրանքները գրեթե չեմ գնում արդեն, ու ցավալի կլինի, որ ամբողջ մեր խանութները Հայաստանի Հանրապետության ողողված լինեն այդ արտադրանքով, որը անխուսափելի է լինելու։ Եթե մոտ ապագայում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք։ Ճիշտ ասած ոչ։ Իսկ ինչու։ Ինձ թվում է ավելի լավ կլինի մեր տեղական արտադրանքը գնել, չեմ ադրբեջանական եւ առավել եւս թուրքական։ Ճիշտ ասած դա մեր հայկական բանի հետ կապված, մենտալիտետի հետ կապված, թե ինչ ասեմ, ոնց ես օրինակ չէի գնի։ Ես ապրել աշխատել եմ այլ երկրներում, ասենց ասեմ, օտար երկրներում, նույնապես եղել է, ես հանդիպել ասենք այդ խանութներում կամ սուպերմարկետներում նմանատիպ ադրբեջանական կամ թուրքական, ես ընդհանրապես չեմ օգտվել։ Առել եմ մեր հայկականը, եթե եղել է, եթե ոչ տեղական։ Իսկ թուրքականի եւ ասենք ադրբեջանականի դեմ եմ դաժե։ Շատ բարի։ Անկախ նրանից թե ինչ որակի, ինչ տեսակի, եթե կա այդ դրոշակը եւ այլը, ես չեմ։ Ես հայրենասեր եմ, չգիտեմ, ես սիրում եմ իմ հայկական ամեն ինչը, թեկուզ նրա լավով եւ վատով, ասենք, նրա լավն էլ ունենք, վատն էլ ունենք, ասենց ասեմ։ Բայց թուրքական կամ ադրբեջանական արտադրանքի հայի համար ես ինձ տենց է թվում, դա իմ անձնական կարծիքն է, մեկ ուրիշը կարող ասենք ուրիշ ձև մտածի տրամաբանի, բայց ես ինձ թվում է, որ ոչ։ Շնորհակալություն, շատ շնորհակալ։ Որտեղ ցանկացած թուրքական կամ ադրբեջանական ապրանքի գնումը դա նշանակում է մի փոքր լումա ներդնել նրանց տնտեսության, նրանց ագրեսիվ քաղաքականության զարգացման առավել եւս մեր Հայաստանի հանդեպ։ Մի ուրիշ պետությունների հանդեպ չունեն, բայց մեր հանդեպ շատ ունեն, ագրեսիվ ու որ նայում եք ինտերնետը վացում եք, նայում եք, սարսափելի է։ Արմպուլս լրատվական կայք, մենք հարց ունենք ձեզ, եթե մոտ ապագայում Հայաստանում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրանքի ապրանքներ, կգնեք արդյոք։ Ես մի բան եմ հիշում, դեռ ժամանակին Շարլ Ազնավուրը, երբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանել, ասում էր հավերժական թշնամիներ պահել ճիշտ չի։ Այսինքն ասել կուզեմ, որ իսկ ինչի ոչ, եթե որակով եղավ ապրանքը,
Մենք չէ որ Թուրքիայից շատ առևտուր ենք առել դեռ կոմունիստների ժամանակ։ Միս էր գալիս եւ տնտեսական ապրանքներ էր գալիս Թուրքիայից Լենինականի ճանապարհով։ Զարմանալու բան Իսկ չկա։ կոնկրետ ադրբեջանական ապրանքը։ Ասում եմ, եթե որակով լավ եղավ, ինչի՞ չէ։ Կգնեմ իհարկե։ Շատ լավ, շնորհակալ։ Կարևորը որակն է։ Ոչ թե Բրեժնևի ժամանակ որակի հնգամյակ մտցրեցին, գները թանկացավ 17%-ով Բրեժնևի ժամանակ, բայց անորակ ապրանքներ էին վաճառում 17% թանկով։ Արմպուլս լրատվական կայք, ուզում ենք ձեզ հարցնենք, եթե մոտ ապագայում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք։ Կգնեմ։ Իսկ ինչու։ Դե վերջապես այդ թշնամությանը պիտի վերջը լինի, թե չէ։ Մենք իրանցից կգնենք, իրանք մեզանից թուրքերը, հո թուրքերից ավելի վատը չէին։ Թուրքերը այդ առևտուր չեք անում, գնում են, գալիս են, ընդ հանգստանում են։ Ինչ ա եղել, սրանց հետ է կամաց պետք է կարգավորել հարաբերությունները։ Շատ լավ։ Ձեզ ուզում ենք հարց ուղենք, եթե խանութներում մոտ ապագայում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք։ Ադրբեջանական ապրանքի ոչ մի բանի ծանոթ չեմ, բայց սննդի վերաբերվող մեզի հիմա որ հարաբերական անդոր կարելի ասել խաղաղություն ոնց լի, բայց սննդի մեջ շատ վտանգավոր է։ Բենզինը ընդու պետք է լա, որ սաղ աշխարհում կռիզիս է, թող կրկնակի բերեն, եռակի, բայց սնունդ չեմ կարծում։ Իսկ մնացած ապրանքների մասով ոչ միայն սնունդ, օրինակ ինչ հագուստ կամ այլ արտադրանք։ Դե այնեն չի որ հիմա չկա, հիմա որ ուզենանք հավաքենք էլ բանը թուրքական, ադրբեջանական ապրանքները չենք է կարա գտնենք։ Ծագումնաբանությունները չենք կարա գտնենք որտեղից է իրականում։ Բայց սնունդը վտանգավոր է, կարող են այս բաներ խառնեն մեջը, որ 700 տարի հետո, չգիտեմ, հայ ազգը ավտոմատ մտածի թուրքերեն։ Բայց բենզինը պետք է։ Ուզում եի հարցնել ձեզ, եթե մոտ ապագայում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրանքի ապրանքներ, կգնեք արդյոք։ Ոչ, չեմ գնի, որովհետև ես ինչ իմանամ, իրանք ինչ են տալու մեզ։ Մենք մերը պետք է առնենք, իրանց պետք է զարգացնենք իրանք բաները։ Ապրանքների որակը, նախ մենք չգիտենք ինչ որակ է։ Իսկ եթե ապրանքները լինեն էժան որակով։ Չէ, չի լինի։ Ես միայն մեր արտադրանքը։ Դե ինչ որ ստանում են էլի խանութներում։ Նախ չեմ է տեսնի ես։ Չեմ տնենից մանր են գրում, ոչ չեմ տեսնի, որ ինչա մեջը գրած։ Բաղադրությունը չեմ իմանա, չէ ես։ Դե հիմնականում լինում են թարգմանությունները կամ դրոշը։ Չեմ նայում, ճիշտ ասած չեմ նայում։ Շատ լավ։ Չէ, չեմ նայում ես։ Լավ, Բայց չեմ առնի, եթե իմանամ գալու է, չեմ առնի։ Դե երևի կասեն էլի, որ ինչ ապրանք է գալու։ Արմպուլս լրատվական կայք, Շատ լավ։ մի քանի հարց ունենք, եթե խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք։ Ոչ։ Իսկ ինչու։ Սկզբունքային հարց է, ոչ։ Որովհետև ես ապրում եմ, իսկ 5000 երիտասարդ տղայի գլուխ կերած ազգից չեմ ուզի, որ հարստանան կամ բարգավաճեն, ոչ։ Իսկ եթե անգամ ապրանքը լինի էժան որակով։ Ոչ։ Ոչ, նրանց կյանքից էժան։ Ոչ, Շատ լավ, շնորհակալություն։ խնդրեմ։ Եթե հայկական շուկայում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք։ Դե ինձ կասեմ, մշտական թշնամություն չի լինում։ Մի օր գալիս է ու այդ թշնամությունը վերջ է դրվում։ Եթե իրանք կգնեն մեր ապրանքը, ուրեմն պիտի մենք էլ գնենք։ Եթե մոտ ապագայում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնեք արդյոք այդ ապրանքները։ Վստահաբար ոչ, ավելին 20 տարի ոչ մի թուրքական ոչինչ չեմ գնել։ Իսկ ինչու։ Համարում եմ իրանք Հայաստան անցալում են թշնամի երկիր ու երբեք էլ չեն համարելու ոչ թշնամի, թշնամուն չի կարելի ուժեղացնել։ Շատ լավ։ Իսկ եթե այդ ապրանքները լինեն էժան որակով, նույնպես։ Կապ չունի, ասեմ ավելին, համարում եմ, որ մեր պետությունը կամայական նման ապրանք որ կլինի մեր երկրում, պետք է անպայման նշի, որ երկրի արտադրանք է, որպեսզի եթե քաղաքացիներ կան, որ դրան ոչ մի նշանակություն չեն տալիս, կարող են օգտվել, իսկ նրանք, որոնք որ նշանակություն տալիս են, երբևէ խաբված չլինեն
ու ինչ որ ադրբեջանական կամ կարող է կապ, չգիտեմ, ռուսական ապրանք, եթե չի ուզում գնի, ուրեմն չգնի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Արմպուլս լրատվական կայք, ուզում ենք ձեզ հարցնենք, եթե մոտ ապագայում Հայաստանում խանութներում հայտնվեն ադրբեջանական արտադրության ապրանքներ, կգնայիք արդյոք։ Իհարկե ոչ։ Իսկ ինչու։ Չեմ ընդունում։ Ով գիտի ինչ ապրանք է։ Չեմ ընդունում։ Շատ լավ։ Ձեր կարծիքը, որ պետք չէ գնել, այո։ Պետք չէ, իհարկե պետք չէ։ Բաժանորդագրվեք Արմպուլսիայեմի սոցիալական ցանցերում։